Երեք ներկայացրել էինք, որ դերասանուհի Ռոզա Դավթյանը նորություն ունի։ Այս նորությունը կապված էր նրա ստեղծագործական գործունեության հետ։ Վերջինս նոր նախագծում է ներկայանում եւ հենց այս նախագծի նկարահանումներից էլ մի քանի կադրեր հրապարակել է Instagram-յան հարթակում։ Հերթական հրապարակման մեջ դերասանուհին հիվանդանոցում է, կաթիլային է ստանում։ Այս կադրերը տարածվել են համացանցով մեկ։ Շատերը կարծել են, թե դերասանուհին իսկապես հիվանդանոցում է հայտնվել, սակայն ավելի ուշ հայտնի է դարձել, որ այս ամենը պարզապես նկարահանման հրապարակից է։ Նշենք նաև, որ դերասանուհին նկարահանվում է մի նախագծում, որտեղ նրա հետ է դերասանուհի Իռա Հարությունյանը։ Այս վիդեոն նրա մասին է, թե ինչքան անկեղծ եմ ես իմ լսարանի հետ։ Կարակ գուշակեք, որտեղ է այդ անկեղծությունը հիմնականում երևում։ Ասացի լավ, առավոտ արթնանամ, սենց ինչ-որ վիդեո նկարեմ, որը դուք արդեն տեսաք։ Ու սենց մտածեցի, բայց ես ինչի պիտի մազերս ուրիշ ձև անեմ։ Ես սենց կսարքեի ես կոֆեն։ Ես ան կոֆեն։ Նարնջի թարմ քամացյութը։ Դրա համար տենց էլ թողեցի, որ հանկարծ ինչ-որ սխալ կարծիք չձևավորվի ձեր մոտ։ Ասեմ, նարնջի թարմ քամացյութն էլ մաքսիմալ անհամեր։ Հենց որ չնախանձեք։ Իսկ հիմա եկեք գուշակենք, թե ուր եմ ես գնում։ Թողնում եմ պատուհան, մինչև դուք ձեր տարբերակը գրեք, կամ էլ նշովի տարբերակ, մինչև նշեք, ես կգնամ արդեն կպատրաստվեմ և ցույց կտամ, թե ուր եմ գնում։ Այստեղ խառն ենք, այսօր, այո, աստղերի հետ ենք նկարահանման, աստղջան բարև, աստղջան բարև, լիքը աստղեր, այո, երեխեք ջան, Ռոզան ծնեց գաղտնի ապահել, իր երեխուն գաղտնի ապահել Ռոզանի, այո, սիրիլ ա քեզ, ուժս, հաճելի խառն ենք։ Գնում ենք այրոպորտ, Սուսիկին ու Ալային դիմավոր ենք, տեսեք Սուսի առաջին բուկետիկն է։ Ենքան սիրուն է ստացվել, սա էլ մեծը, մամային և աղջկան նույն բուկետիկներից։ Շատ սիրուն է, շատ շնորհակալ եմ, կնշամ էջը որտեղից եմ պատվիրել, իրանք իմ բոլոր մտահաղացումներն իրականացնում են։ Բարի լույս, այսօր վերջապես իրական բարի լույս եմ ասում, ոչ թե ժամը 1-ին, գնում եմ նկարահանման, մի քանի նկարահանումներ ունեմ, հետո ատամնաբուժարան պիտի գնամ, հետո էլ ծննդի եմ։ Так что բոլորիս լավ օր։ Իրականում ինչ տեսք եմ ունենում ես։ Սիրուն սենց պատրաստված բան վիճակները մնաց տան հանարը։ Շատերիդ հետաքրքիր է ինչի եմ ես նորից հանձնում քննությունը, ասեմ այս մասով, որ ես հանձնել եմ 2 տարի առաջ, դրանից հետո 3 անգամ գործնական քննությունը կտրվեցի, որովհետև փակ պլաշատկայում էի հանձնում և վարել էլ նորմալ չգիտեի, նորմալ վարողներն էլ այդտեղ չէին կարողանա հանձնել, 3 անգամ կտրվելուց հետո մի տարի ժամանակ անցնում է և կարծեմ մի տարի և անվավեր է ճանաչվում նաև ձեր տեսական քննությունը, ես հանձնել էի 3 օր պարապելով, 19 թե 18 հավաքելով առաջին անգամից։ Հիմա անվավեր ճանաչվեց, մի տարի ես ոչ մի բան չարեցի, նորից պիտի գնամ տեսականը հանձնամ, որ հետո էլ արդեն անցնեմ գործնականին։ Ատամնաբուժարան է այսօր գնացել, այս մի կողմից լրիվ թմրած է, խոսելուց էլ կնկատեք։ Դուրս եկա ատամնաբուժարանից, մոտեցան նկարվելու, հիմա ոչ կարողանում եմ ժպտամ, ոչ չժպտալն է ճիշտ, սենց բերանից փակում եմ մի խոսքով դեմքս թեքում եմ, չգիտեմ նկատեցին, չնկատեցին, չնայած մի հատ էլ հաստատ անմատ շենքի մոտ մոտեցան նկարվելու,
Անկան վատ եմ ինձ զգում, երբ որ ես ատամնաբուժանից դուրս եմ գալիս, իսկ ես վերջին մի քանի շաբաթում ես ամբողջ օրն ատամնաբուժանում եմ ու այդ իրավիճակում եմ հայտնվում։ Հենց հիմա դեմքս ծուռ է ու ես ոչ մի բան չեմ զգում։ Լավ, ինչով է, այսօր նաև ներկայացման եմ 7-ից ես հրավիրված, գուշակեք ինչ ներկայացման և չգիտեմ այս ձևով ոնց չպարվեմ։ Հենց սենց կցել եմ, ինչ ես սարքում։ Սարքում եմ պիրոկ, Ինչով։ սիրտդ ինչով որոզիմ, Լավաշով։ հումորով ու մեկ նման, Մայրիկիս։ Այս զրզմփա ես տանջակի զրզմփա ապարատը վերել է, որ պիրոկ սարքի։ Ուզում եք ռեցեպտն ասեմ, դուք էլ սարքեք։ Կասեցնեմ գաղտնիքները։ Չէ։ Կարոք առուչյան կամ եմ տենում, որ ձորք են։ որ հարվ է մեջ եմ, Հետո 5 ձույ աստեղ լցրել, այդ կարակը լցնելու է սրա մեջ, հետո կարակը ավելացրեցինք, ինչին, խոսամա, ես չգիտեմ ռեցեպտը, դու պիտի ասած, ձվին, կադրս ինչ փչացնում է, ձվին ու ինչին, պեսոկին, հետո ձետ ու կարակ, ոստեղ մաման ինչ-որ ճաշ է պատրաստել, այդ ճաշն է ավելացնելու, ինչ է, այդ ճաշի մեջ ինչ է, կացախ խնդորիմ, մի րոպե, ինձ սմետանի քացախ է, չէ հիմա կացախ ենք ավելացում, բայց ես ինչ է, սմետանու ինչ, սոդա, սոդա բամածուն, մի գտարել մացում, ու հիմա է քացախ, վա, այդքան քացախոր լցրեցիր, մամ հետո, ինչ ես պատրաստում, ասա, ասեմ, որ մայրիկի հետ ոնց ես խոսում, մամայի հետ հիմա ես ես կծեմ մեջ, ասում մամարիա կուրիկվա հետ, մամային է, մամա շուտ արա, դե ասա հետո, ավելացրեց, սմետան մածուն կալաբարացյան, վսյա, հիմա հարում ենք ու դնենք դուխովկա, բալյուր, իպր ինքն է սարքում, էլի սաղ ռեցեպտը ես ասեցի, հիմա խնձորն ավելացնում ենք պիրոգին, ով ինչ կարա զարկում է, անտեն ուշա, կարող ես խնձոր պետք է վերջում շարենք, ոչ, մամ ես ինչ է, մամ դե խոսա, մամ ինչ ես, աղցան, ինչով, ծիրանի կուտ, չիր, սալորի ու բծիրանի, վառացա, հա, ու խնձոր, չէ, լավ էլը պատրաստ լինի ցույց կտամ, մամ,
ընտիր ա եղել, բոլոր խոսքերս հետ եմ վերցնում։ Հավասար սիրում եմ։ Շատ լավ, այսա ուտեմ մի հատ էլ տենց ասեմ ոնց էր։